Տարակուսելի չէ, որ 7 տարի առաջ համաժողովրդավարական շարժմամբ մերժված երկրի ղեկավարը խոսում է մեծ վստահությամբ իշխանափոխության մասին, այսինքն նրան մերժել է ժողովը։ Ինչու է նա հիմա փորձում էլի նման գործընթացների մեջ մտնել։ Նարեկ ջան, ես կարող եմ մի բան ասել, որ քաղաքացիների մեծ մասը, ովքեր որ համարում էին, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը պետք է հեռանա, եւ չմոռանանք, որ այդ թվում եղել եմ եւ նաեւ ես, բայց այն արհավիրքը, ինչ որ բերեց Նիկոլ Փաշինյանը մեր գլխին, մեր երկրի գլխին, մենք հիմա Երանի ենք տալիս, այն մեր քննադատած ու մեր մերժած ժամանակները։ Այո, Երանի ենք տալիս, որտեվ ունենք Դուք անձամբ Երանի եք տալիս։ Դուք սպասեք, ես ավարտեմ, Նարեկ ջան։ Ես Երանի եմ տալիս այն Հայաստանը, որ մենք ունեինք Սերժ Սարգսյանի օրոք, եւ Երանի եմ տալիս այն Արցախը, որ մենք ունեինք Սերժ Սարգսյանի օրոք, եւ նաեւ Երանի եմ տալիս այն կոռուպցիոն համակարգին, որ կար Սերժ Սարգսյանի օրոք։ Դուք լսեցիք ես դատախազին ինչ հարցեր տվեցի, կհետևեք հիմա իմ ելույթին, հետո կհետևեք նաեւ նիստերի դահլիճում իմ ելույթին ու կտեսնեք այդպիսի կոռուպցիոն գործարքներ, որոնք որ հիմա են տեղի ունենում, Սերժ Սարգսյանի օրոք երբևէ եղել են, թե ոչ, եւ որևէ իշխանության օրոք։ Բայց գուցե Հայաստանը եւ Արցախի ավերման պատճառ դարձան ձեր երազած այդ կոռուպցիոն համակարգը, որը Սերժ Սարգսյանի օրոք կար։ Դուք հիմա ես չեմ հասկանում ձեր հարցի իմաստը։ Ես ասում եմ, այն կոռուպցիոն համակարգը, որ կար, ավելի երազելի էր, ավելի երանելի, քան այսօր ինչ որ կար։ Որում չի կարող երանելի լինել։ Մենք ամեն ինչ խոսում ենք համեմատության մեջ, Նարեկ։ Եթե այդ ամեն ինչը լավ լիներ, ես հրապարակում չէի գնա կանգնի։ Ես դրա համար հատուկ հիշեցրեցի իմ անհամաձայնությունը։ Բայց ես ասում եմ, մենակ անիվի գործարքը, որ վերցնենք 25 միլիարդ դրամ, ժողովուրդ, այդ մարդիկ sense պատրեցին, շպրտեցին ու որևէ մեկը պատասխանատվություն չի կրում 22 թվականից սկսած։ Գործը կա, մեղադրյալներ չկան։ Այսպիսի գործ հիշում եք այն ժամանակ, մի հատ օրինակ բերեք։ Չէ, չեմ ուզում բանավեճի մեջ մտնել։ Օրինակ բերեք, մի հատ օրինակ բերեք, Նարեկ ջան։ Իշխանության օրոք կա կոռուպցիա, թալան եւ այլն, բայց դա չի նշանակում, որ մենք պետքա Բայց ես չասեցի, որ լավ է։ Ես չասեցի, որ լավ է։ Ես ասեցի, երանելի են, երբ որ համեմատում ենք։ Ես չասեցի, որ լավ է։ Եթե լավ լիներ, ես հրապարակում չէի լինի, Նարեկ։